Կուզեի ներկայացնել այն աշխատանքը, որ իրականացրել ենք վարչապետի գավաթի խորագիրը կրող մրցաշարերի շրջանակներում, գիտեք 5 խոշոր մրցաշարեր ենք կազմակերպում, նախորդ տարի դրանց մասնակցել է ավելի քան 9600 մարդ, որը 48%-ով ավել է քան նախորդ տարի եւ հատկապես կարեւորում եմ, որ մենք վարչապետի գավաթի եւս 2 մրցաշարեր նախորդ տարի վերափոխեցինք դպրոցականների շրջանում անցկացվող մրցաշարերի, խոսքը սեղանի թենիսի եւ հեծանվավազքի մասին է, մինչ այդ նաեւ դպրոցականների շրջանում էր անցկացվում խճուղային, ուրեմն թիմային խճուղավազք ներողություն։ Եվ մենք նախորդ տարի նաեւ որպեսզի ավելի լայն մասնակցություն ապահովենք մեր դպրոցականների շրջանում, մարզերի եւ Երևանի համար ֆիքսեցինք նվազագույն ցուցանիշ, որ դպրոցների առնվազն 30%-ը յուրաքանչյուր մարզից պիտի մասնակցի համայնքային փուլին։ Եվ պետք է ասեմ, որ բավականին լավ ցուցանիշներ ենք ունեցել դրա արդյունքում, դե իսկ հեծանվավազքը կազմակերպելու համար ավելի քան 6000 հեծանիվներ են գնվել եւ բաժանվել մեր դպրոցներին եւ հիմա էլ դպրոցները շարունակում են դրանք շահագործել։ Իդեպ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին առանձին վերապատրաստել ենք, որպեսզի կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները, նույնիսկ սկսեցին լուրեր տարածել, որ ուսուցիչներին ստիպում ենք հեծանիվ վարել։ Ես կարծում եմ ոչ մեկից չէր խանգարի, ավելի առողջ ապրելակերպ վարելը, բայց կուզեմ եւս մեկ անգամ ընդգծել, որ որևէ մեկին որևէ բան չենք ստիպում։ Եվ այս տարի նաև մեկնարկում ենք դպրոցական բասկետբոլի լիգան, գիտեք, որ մենք հատկապես նորակառույց դպրոցներում, մարզադահլիճներում ամբողջությամբ հագեցված պայմաններ ենք ստեղծում եւ մեր խնդիրն է ոչ միայն պայմաններ ստեղծել, այլ հետո նաև օգտագործել եւ շահագործել դրանք եւ բասկետբոլի լիգայի անցկացումը կարծում ենք, որ մեծապես կխրախուսի նաև մեր այս ուղղությամբ աշխատանքը։ Շատ են մեր նաև մյուս մարզական մասսայական միջոցառումները, սպարտակիադաներ, գիմնազիադաներ, ուսանողական խաղեր ենք անցկացնում եւ այստեղ էլ ավելի քան 50,000 մարդու մասնակցություն ենք ունեցել։ Մեր կողմից իրականացվող աշխատանքներից ես նաև կուզեի առանձնացնել Սփյուռքի ուղղությամբ մեր աշխատանքները եւ ինչպես նաև այն մեր աջակցության ծրագրերը, որոնք մեկնարկել ենք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար եւ այս իմաստով էլ կարծում եմ, որ այս հանձնաժողովը ավելի քան տեղին է այս ցուցանիշները ներկայացնելու։ Պետք է ասեմ, որ մենք կրթության հասանելիության ապահովումը իրականացնելու համար բնականաբար թե դպրոցական ուղղությամբ երեխաներին դպրոցներում ընդգրկելու եւ անհրաժեշտ բոլոր աջակցության ծրագրերը իրականացրելու աշխատանքներն են արել, շուրջ 17000 երեխաների մասին է խոսքը, առանձին կրթաթոշակային ծրագրեր էինք իրականացնում բուհերի եւ քոլեջների ուսանողների համար եւ պետք է ասեմ, որ 24 թվականին որոշում կայացրեցինք, որ այս տարի էլ առաջին կուրս ընդունվածների համար կրթաթոշակային ծրագիրը նորից գործի եւ պետք է ասեմ, որ ունենք 1700-ից ավել բուհերի ուսանողներ եւ 1400-ից ավել քոլեջների ուսանողներ եւ պետությունը այս նպատակով տրամադրել է ավելի քան 1.4 միլիարդ դրամ, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան մասնագիտական կրթությունից օգտվելու իրենց իրավունքը իրացնել եւ առանձնահատուկ կուզեի ընդգծել ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով մենք հնարավորություն տվեցինք արտամրցութային կարգով աշխատանք գտնել մեր դպրոցներում եւ մասնավորապես նաեւ եթե մարզերի դպրոցներում աշխատանքի հնարավորություն լիներ, այստեղ նաեւ 2 տարի շարունակ 30% հավելավճարի հնարավորություն է գործում։ Իսկ Սյունիքի Վայոց ձորի դպրոցներում, ինչպես նաև Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի որոշ համայնքներում, բացի 30% հավելավճարից, նաև 50,000 ամսական լրավճար։ Եվ պետք է ասեմ, որ 24 թվականին մեր դպրոցներում աշխատանքի է անցել շուրջ 600 ուսուցիչ եւ այս իմաստով նաեւ մենք կարողացել ենք այս մասնագիտական ռեսուրսը հնարավորինս արդյունավետ ներգրավել մեր դպրոցական համակարգում, մի կողմից ապահովելով մարդկանց համար աշխատանքի հնարավորություններ եւ մյուս կողմից էլ մեր հանրակրթության համակարգում ուսուցիչների պակասի խնդիրը լրացնել։
Այո, խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի մեր ուսուցիչներին, որոնք աշխատանքի են անցել մեր դպրոցներում եւ այս նպատակով բյուջեից տրամադրվել է միայն լրավճարների մասին է խոսքը ավելի քան 168 միլիոն դրամ, այսինքն բացի իրենց ստանդարտ աշխատավարձից միայն հավելավճարների մասին եմ խոսում։ Սա ուզեցի շեշտել, որտեղ հաճախ չի, որ այս մասին խոսում ենք եւ կարծում եմ, որ մարդու իրավունքների կոնտեքստում կարեւոր է սա բարձրաձայնելը եւ վերջին անդրադարձ անեմ, որտեղ մեր ոլորտներում կատարված աշխատանքները շատ են։ Ես մի քանի շեշտադրումներ եմ անում, մնացածը հարցերի միջոցով կարող եմ պարզաբանել Սփյուռքին ուղղված մեր ծրագրերը, որովհետև այս մասով էլ կարծում եմ, որ կարևոր է թե իրազեկել եւ թե նաեւ ցույց տալ աշխատանքների մեր այս ուղղությունը։ Գիտեք, որ մենք ունենք մի քանի ծրագրեր, մասնավորապես Սփյուռքին ուղղված մեր հայրենակիցների կրթամշակութային աջակցության համար, դրանցից մեկը դասագրքերի տրամադրումն է մեր այն հաստատություններին, Կիրակնորյա դպրոցներին, այլ հաստատություններին, որոնք գործում են տարբեր երկրներում, եւ մենք նախորդ տարի շուրջ 298 նման ուրեմն կրթական հաստատությունների տրամադրել ենք ավելի քան 31000 դասագրքեր, պետք է հատուկ ընդգծեմ, որ իհարկե այստեղ մտնում են նաև Վրաստանի մեր այն դպրոցները, որոնք հայերենի ուսուցում են իրականացնում, այս տարի մեր պլանները շատ ավելին են, որովհետև մենք վերականգնել ենք ծրագրի ֆինանսավորման ծավալները եւ հենց հիմա հայտեր են ընդունվում մեր տարբեր ուրեմն երկրների համայնքներից իրենց անհրաժեշտ դասագրքերի մասով։ Միաժամանակ պետք է նշեմ, որ առանձին էլեկտրոնային հարթակ ենք ձևավորել եւ այս բոլոր նյութերը հասանելի ենք դարձրել նաեւ առցանց եւ շարունակում ենք այդ հարթակը համալրել։ Ընդ որում ամբողջությամբ վերանայել ենք նաեւ դասագրքերի ցանկը, որովհետեւ ակնհայտ է, որ օրինակ Կիրակնորյա դպրոցում հայերենի ուսուցումը, պատմության ուսուցումը չի կարող լինել նույն տրամաբանությամբ, ինչ որ ասենք պարբերական կրթություն իրականացնող դպրոցում եւ այստեղ նոր մեթոդաբանություն եւ նոր մոտեցումներ են անհրաժեշտ։